Պետությունում պետական գրանցում ստացել է 3969 տեսակի դեղ, իսկ դրանցից էլ դեղատներում ներկայացված է ընդամենը շուրջ 1800 տեսակ։ Իրականում, երբ որ ձեզ լսում ենք, այնպիսի տպավորություն է, որ շատ լավ թվեր եք բարձրաձայնում, բայց երբ որ մենք համեմատում ենք թեկուզ մեր հարևան Վրաստանի հետ, պատկերը ողբերգական է դառնում։ Նշեմ, որ ընդունված միջազգային ստանդարտներով քաղաքացիների դեղերի միջին պահանջարկի ապահովման համար պետությունը պետք է գրանցի առնվազն 8000 տեսակի դեղ։ Մենք ունենք փաստացի դեղերի տեսական ու խիստ պակասուրդ, որի պատճառով մեր հայրենակիցները դեղերը գնում են փաստացի սև խնդրում են բարեկամներին, ծանոթներին դրսից բերել եւ հաճախ անհարմար վիճակում գտնվել, միաժամանակ գումարված զուգահեռ ներմուծման միջոցով թույլատրված եւս 3000 տեսակ։ Արձանագրենք, որ Վրաստանում դեղերը նույնպես, ինչպես նշեցի, որ բավական ավելի էժան են ու նույնիսկ տեսականին ավելի լայն։ Իհարկե համեմատությունը, որ տանում եմ եվրոպական երկրների հետ տանելը առհասարակ իմաստ չունի։ Հիմա հարցս Տիկին Բադալյան, ձեր պատգամավորական աշխատանքի ընթացքում արդյոք այս խնդիրներին քննարկումներ եղել են թե ոչ, իսկ եթե եղել են, ինչ լուծումներ է գտել, որովհետև փաստացի լուծումներ չկան, իրավիճակը խնդրահարույց է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Հովսեփյան, ուրեմն սա բավականին զգայուն հարց է իրականում դեղերի հարցը եւ Վրաստանի հետ համեմատությամբ այո դեղերի գների հետ կապված էլ մենք ունենք այսպես բավականին տարբերություն։ Հիմա այստեղ ես կարող եմ կրկին հղումանել առողջության ապահովագրությանը, որովհետև մեր հարևան Վրաստանում այն շատ տարիներ առաջ է ներդրվել եւ արդեն կայացել է եւ բազմաթիվ խնդիրներ կանոնակարգվել են։ Մենք առողջության ապահովագրության համակարգը, որում գտել ենք այդ մի շարք անլուծելի խնդիրների լուծումը, ներդրել ենք ընդամենը ամիսներ առաջ եւ ես լիահույս եմ, որ մենք կգանք կարգավորումների։ Ձեր այն հարցին, թե արդյոք քննարկումներ եղել են, այո, եղել են տարիներ շարունակ, մենք կառավարության հետ քննարկել ենք, թե ավելացված արժեքի հարկը հանելու, որպեսի դեղի գինը մի քիչ նվազի։ Տեսեք, զուգահեռ ներմուծումները ինքը վիճելի հարց է, ինք ունի եւ դրական եւ բացասական կողմ, բայց այնուամենայնիվ դա այդ ժամանակների համար միակ լուծումն է եղել, որպեսի այնուամենայնիվ մենք դեղերի հասանելիություն ապահովենք մեր հայրենակիցների համար։ Դեղերի ոլորտը բավականին զգայուն եւ խնդրահարույց ոլորտ է եւ դրանք անընդհատ օրնի բուն ամեն օրվա ռեժիմով կառավարության հետ քննարկվել են, որոշակի լուծումներ գտնվել են եւ այս ընթացքում էլ կարծում եմ, որ այն փաստը, որ մենք ապահովագրության ներդրման արդյունքում հասանելիություն ենք ձեռք բերել մի շարք անհասանելի դեղերի նկատմամբ, դա նշանակում է, որ դինամիկա կա եւ մենք կարծում եմ, որ շարունակելով այդ քննարկումները կհասնենք որոշակի արդյունքների։ Արձագանք։ Ճիշտ ասած, ես չեմ կարողանում չտալ այս հարցերը ընտանիքում ինձ չեն ների, առողջապահության համակարգից են բոլորը։ Հետևաբար առաջին ձեռքից եմ ծանոթ առողջապահության համակարգի խնդիրներին, համակարգային խնդիրներին, բայց փաստացի արձանագրեցիք, որ զբաղվում եք, քննարկել եք այդ հարցերը, բայց լուծումները բավարարեցնող չեն, որովհետև վերջնական պատկերը տխուր է։ Հայաստանում հատկապես բարձր թողի նաև ավելացնեմ, հա, իմ հարցին, որ Հայաստանում բարձր թողի է չարորակ նորագույացությունների բուժման համար անհրաժեշտ դեղերի շրջանառությունը։ Քիմիաթերապևտիկ դեղերը հիմնականում պետական գրանցում չունեն եւ նույնպես գտնվում են սև շուկայի տիրույթում։ Թե ինչքանով են անվտանգ եւ որակական հատկանիշներով պիտանելի, դրանք բուժման համար թողնված է պատահականության եւ այսպես ասենք բախտի կմահաճույքին։ Ինչ քայլեր եք ձեռնարկելու այս ուղղությամբ եւս շնորհակալ եմ։ Շնորհակալություն, բազմաթիվ քայլեր արդեն ձեռնարկվել են եւ ես իմ ելույթում նշեցի եւ նաեւ հարց ու պատասխանի ընթացքում եւ հիմա եւս մեկ անգամ կրկնեմ, այո, այն որ քիմիոթերապիայի մեջ կիրառվող դեղերը անհասանելի են եւ ձեռք ենք բերել շուկայից, այդ թվում ես անձամբ մենք այդ հարցը մասնակիորեն լուծել ենք։ Նույնիսկ ամենատարածված, ամենակիրառվող դեղերը հնարավոր չէր ձեռք բերել։ Այսօր դրանք
տրամադրում է պետությունը, փոխհատուցվում է պետության կողմից։ Իհարկե կան դեռ մի շարք պրեպարատներ, որոնք շարունակում են անհասանելի մնալ, բայց ես հավատացնում եմ, որ քայլեր այդ ուղղությամբ արվում են։ Եվ նաև արվում են, այնուամենայնիվ ճկուն է համակարգը այս պահին գործում, որովհետև առողջապահության նախարարությունը նաև քաղաքացու հետ, որ դրա կարիքը ունի համաձայնություն, այսինքն եթե դու դրսից պիտի բերես այդ տեղը, որովհետև Հայաստանում գրանցված չէ, որովհետև հնարավոր չէ գնել, միևնույն է փոխհատուցման համակարգ գոյություն ունի, այսինքն ինչ հնարավոր է արվում է։ Ինչ վերաբերում է դեղերի գրանցմանը Հայաստանի Հանրապետությունում, այստեղ էլի առաջընթաց ունենք, ես իհարկե թվային արդյունքները այս պահին չեմ կարող ասել, բայց եզրափակիչի ելույթում վստահաբար ձեզ հստակ թվերը կտամ դրա, բայց տարբերությունը էլի ակնհայտ է այս տարիների ընթացքում։ Քանի գրանցված դեղ կար մինչև 2018, քանի գրանցված դեղ ունենք մենք այսօր։ Ինչ վերաբերում է ներկայացուցչությունների Հայաստանում լինելուն, այստեղ էլ բանակցությունների հարց է եւ կրկին այստեղ մեծագույն խնդիրը շուկայի փոքրությունն է իհարկե եւ նաեւ իմ սուբյեկտիվ կարծիքով նաև զուգահեռ ներմուծումները որոշակիորեն ազդել են նաև ֆիրմաների այստեղ ներկայացուցչությունների վրա, բայց միևնույն ժամանակ մենք այլ տարբերակ ուղղակի չենք ունեցել եւ դրանք պիտի շարունակեին գոյություն ունենալ։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Էդգար Ղազարյան։ Մի քանի հարց փորձեմ արագ ձևակերպել։ Ձեր կենսագրությունը ներկայացնելիս ոնց որ թե մի դրվագ